Այսօր խոսելու ենք փոխարժեքից և այն գործոններից, որոնք կարող են ազդել տարադրամի փոխարժեքի վրա։ Երկրի ապրանքների պահանջված կամ չպահանջված լինելը կարող է ազդել այդ երկրի արժույթի գնի վրա։ Բացատրեմ, թե ինչն է այս պարագայում պահանջարկը։ Երբ դուք ցանկանաք գնել դրամ, օրինակ վաճառում եք ռուբլին, որ դրա փոխարեն ձեռք բերեք դրամ։ Սա դրամի գրաֆիկն է, որտեղ այս առանցքի վրա դրամի քանակն է, այստեղ գինն այլ արժույթների նկատմամբ։ Պահանջարկի կորը գնալով նվազում է, քանի որ որքան թանկ, այնքան քիչ են ձեռք բերում։ Իսկ առաջարկը հակառակը աճում է, որքան թանկ, այնքան շատ են ցանկանում վաճառել։ Իդեպ, ինչ եք կարծում, երբ զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, այցելում թանգարաններ, գնում հայկական ապրանքներ, տնտեսական տեսանկյունից դա արտահանում է, թե ներմուծում։ Եթե դպրոցում լինեիք, երևի թե կասեի, այո, ճիշտ եք, արտահանում է, քանզի արտասահմանցին գնում է մեր ապրանքներն ու ծառայությունները, արտասահմանցու գումարն էլ մտնում է Հայաստան։ Ինչ տարբերություն, թե որտեղ է գործարք կատարվում, կարևորը էությունն է, և ինչպես արտահանված ապրանքների պարագայում, տուրիզմի դեպքում ևս, որքան շատ տուրիստներ, այնքան շատ դրամի պահանջարկ ու բարձր դրամի գին։ Գնաճը և ներդրումային միջավայրը մեծ դեր ունեն արժույթի, առաջարկի և պահանջարկի հարցում։ Քննարկենք այլ գործոններ, որոնք կարող են փոփոխել տարադրամի փոխարժեքը։ Լսած կլինեք արտասահմանից փոխանցված տրանսֆերտների մասին։ Դա այն գումարն է, որը ստանում ենք արտասահմանից, այլ բառերով ասած, խոպան գնացածների ուղարկած կամ բերած գումարը, նվեր ուղարկած գումարը և այլ գումարներ, որոնք պետք չէ վերադարձնել։ Եթե Հայաստան ավելի շատ փող ուղարկեն, ապա այդ փողն արտարժույթով կգա Հայաստան, իսկ հայերը այն պետք է փոխեն դրամի, որ կարողանան օգտագործել։ Ստացվեց, որ դրամի պահանջարկը մեծանում է, որն էլ արժևորում է դրամը։ Իսկ եթե մենք փոխենք դրամն այլ արժույթի ու ուղարկենք արտասահման, արդեն դրամի առաջարկը կշատանա, կունենանք դրամի արժեզրկում։ Լսել եք սպեկուլյանտների մասին։ Նրանք մարդիկ են, որոնք ուսումնասիրում են շուկան, փորձում կատարել կանխատեսումներ, կատարում առք կամ վաճառք շահույթ ունենալու հույսով։ Նրանք ոչ թե ներդրում են գումարը, ստանում գումարի աճ, իսկ մյուսներն էլ ունենում ավելացված արժեք հետագայում, այլ պարզապես գուշակում են, թե ինչպես կփոխվի փոխարժեքը։ Եթե սպեկուլյանտները կարծում են, որ օրինակ դոլարը թանկանալու է ապագայում, ապա նրանք այս պահին կսկսեն դոլար գնել։ Իսկ ինչի է սա բերում։ Նրանք պահանջում են դոլարը, դոլարի պահանջարկը բարձրանում է, դրամի առաջարկն է բարձրանում, դոլարը թանկանում է, դրամը արժեզրկվում։ Կամ հակառակը, կարծում են, որ դոլարն արժեզրկվելու է, դրա համար վաճառում են դոլարը, գնում են դրամ։ Դրամի պահանջարկը շատանում է և դրամն արժևորվում է։ Ստացվում է, որ նրանց սպասելիքները կարող են իրականանալ, եթե շատերը հետևեն նրանց։ Այսինքն սպեկուլյանտները կարող են սպասելիքներ ու խուճապ ձևավորել, ինչն էլ կարող է տարադրամի փոխարժեքի տատանումների պատճառ դառնալ։ Մյուս գործոնը, որը չէի ուզի թերագնահատել, դա գործընկեր երկրների տնտեսական վիճակն է ու նաև իրենց արժույթի ինքնազգացողությունը։ Որքան որ մեծ լինի մեր գործընկեր երկրների տնտեսական աճը, այսպես ասած գործերը լավ գնան, այնքան շատ ձեռք կբերեն մեր ապրանքներից և ծառայություններից։ Մեր արտահանումը կծաղկի ու կարժևորվի նաև մեր դրամը։ Եթե մեր տնտեսությունները կապված են, նաև մեր արժույթները կապված կլինեն, ուստի մեկի տատանումը կարող է ազդել մյուսի վրա։ Կենտրոնական բանկի մասին։ Մեր երկրում կենտրոնական բանկը չի սահմանում տարադրամի փոխարժեք, բայց երբեմն կարող է մտնել արտարժույթի շուկա որպես խաղացողներից մեկը և կատարել միջամտություն շուկայում, գնելով կամ վաճառելով արտարժույթ, այսպիսով ավելացնելով կամ պակասեցնելով պահանջարկը կամ առաջարկը։ Կենտրոնական բանկը արժութային շուկայում միջամտում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա են փոխարժեքների կտրուկ տատանումներ, որոնք կարող են վնասել ընդհանուր տնտեսությանը։